Ճանապարհը մոտ 1 ժամ տևում է, բայց չեմ փոխվում։ Հարմար է, որ գանք աշխատեն, կարևոր աշխատանք կա։ Տիկին Վալենտինան Արցնի գյուղից է աշխատանքի գալիս Տաշիր քաղաք, ճանապարհը կարճ չէ, 15 կիլոմետր է, բայց հիմնական գործ ու կայուն աշխատավարձ ունենալու համար Տաշիր քաղաքում գործող կարի արտադրամասում աշխատելը լավ հնարավորություն է արցնեցի այս կնոջ համար։ Արդեն 6 տարի է Տիկին Վալենտինան աշխատում է Տաշիր կար ընկերությունում։ Տրանսպորտը հիմնարկը, որ տրամադրում է, արդեն շատ լավ է, որ գանք աշխատենք ամեն ամիս մեր աշխատավարձը ստանում, որովհետեւ գյուղում չկա պայմաններ աշխատելու, մենակ ասենք անասնապահությունը։ Տաշիր կար ընկերությունը գործում է Տաշիր ընկերությունների խմբի կազմում, որի սեփականատերը Ռուսաստանաբնակ խոշոր գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանն է։ Ընկերությունը հագուստի կարի արտադրությամբ զբաղվում է 2008 թվականից։ Այս 16 տարիների ընթացքում պարբերաբար վերազինվել եւ նորովի են ներկայացել արտասահմանյան շուկայում։ Գլխավոր վերազինումը եղել է 2021 թվականին։ Հիմնական վերազինման ընթացքում Տաշիր ընկերությունների խումբը ներդրում է արել կարողներին կարի մեքենաների շենքային պայմանների գույքային ապահովման համար։ Շնորհիվ Տաշիր ընկերությունների խմբի ներդրումների կարողացանք 78 աշխատատեղից այս պահին ունենանք 280 աշխատատեղ զբաղվածություն, որը համարվում է այս տարածաշրջանի ամենախոշոր արտադրությունը։ 2000 քառակուսի մետր մակերես ունեցող Տաշիր կար գործարանը հիմնականում արտադրում է կանացի հագուստ, հումքն արտերկրից են ներմուծում, իսկ արտադրած նորավոճ հագուստն արտահանում են Եվրոպա։ Կարի այս գործարանում արտադրում են նաև բանվորական արտահագուստ, մեծ մասը մատակարարվում է Ռուսաստան, հայկական շուկայում սպառումը չնչին բաժին է կազմում։ Ստացվում է։ Դանդաղ է ստանում։ Էլի կարաս արագացնել։ Մի քիչ երկար թող գնա։ Ապրես, մատերը զգուր։ Գուրգեն Օհանյանը 2021-ից է ստանձնել ընկերության ղեկավարի պաշտոնը, 4 հոգով ինքն ու 3 թիմակիցները ջանացել են ընդլայնել ու նոր զարկ տալ Տաշիր կար ընկերությանը։ Առաջնային փուլում շահույթ ապահովել բան, դրանք արդեն դարձել են երկրորդական Կարապետյանների ընտանիքի համար։ Հիմնական խնդիրը եղել էր զբաղվածության ապահովումը։ Ցավոք սրտի ներկա պահի տեխնիկումներ կամ մասնագիտական դպրոցներ չեն գործում, որպեսզի կարողներ պատրաստեն, ու այդ ամեն ինչը գործատուի վրա էր, ու մենք ոնց որ ստեղծել ենք ուսումնական կենտրոններ, վճարովի ընդունում էինք մարդիկ, գրանցում որպես աշխատող, ինչպես նաև 3 ամիս ամեն ամիս 100,000 դրամ աշխատավարձով խրախուսում ենք, որպեսզի դառնան մասնագետ։ Արդյունքում ստացվեց այն ինչ որ ունենք հպարտությամբ, մոտավորապես 4 կայուն գործընկեր ունենք, ում համար անընդհատության սկզբունքով ապահովում ենք։ Վերապատրաստման շնորհիվ գործարանի աշխատակիցների թիվն այս 3 տարիների ընթացքում ավելացել է եռակի։ Տաշիր կար ընկերության 78 հոգանոց կազմը դարձել է 280։ Այս գործարանում աշխատում են Տաշիրի, Ստեփանավանի եւ Հարակից գյուղերի բնակիչները։ Ընկերությունն ապահովում է նրանց տեղափոխումը։ Սկզբից այս հարկում ունեցել ենք 30 աշխատող ընդամենը։ Հետո աստիճանաբար արդեն ամիսների ընթացքում ընդունել ենք նոր աշխատողներ, սովորեցրել ենք 0-ից։ Հիմա մոտավորապես 150 հոգի աշխատող ունենք այս հարկում։ Տվյալ պահին մեր մոտ զբաղվում է մեծ մաս անասնապահությամբ ու հողագործությամբ։ Սա եւս մի հնարավորություն է, որպեսզի մարդիկ բացի իրենց այդ ամեն ինչից զբաղվեն աշխատանքով, ունենան գործ, դառնան մասնագետ։ Այստեղ աշխատում եմ արդեն 8 տարի, հիմա ներկապային բրիգադիր եմ։ Սկզբնականում ոչ մի բան չեմ իմացել, նույնիսկ մկրատ բռնել չեմ իմացել, բայց հետո այն կարգ եմ հասել, որ շատ ուրախ եմ, որ իմ հսկողության տակ 30 հոգի մաս կա եւ կարող եմ հսկել այդ 30 հոգի։ Տիկին Սուսաննան կարի արտադրության ոլորտում 40 տարվա փորձ ունի։ Նա այս շենքում էր աշխատում նաև խորհրդային տարիներին, երբ Տաշիր կարի փոխարեն այստեղ գործում էր տրիկոտաժի գործարանը։ Սկսնակ մասնագետներին այս արտադրամասում նա է ծանոթացնում ու սովորեցնում կարի տեխնոլոգիան։ Ռայոնի մարդիկ սկզբնական ժամանակներում մի պահ կանգ առան, բայց արդեն հիմնարկրախտին սկսեցին մարդիկ դուրս գալ, արդեն ուզում են ցանկություն են հայտնում
Մենք այդ շատ սիրով մարդկանց սովորացնում ենք աշխատել։ Տաշիր ընկերությունների խումբն այս տարիների ընթացքում փորձել է կարի արտադրությունում ներգրավել նաև անապահով ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող մարդկանց, ապահովելով նրանց եկամտի աղբյուրը։ Իսկ վերջին 1 տարվա ընթացքում Սամվել Կարապետյանի ընտանիքը հոգացել է նաև իրենց բնորանը կորցրած արցախցիների տեղավորման եւ աշխատանքի ապահովման հարցը։ Այդպես 1500 արցախցի ընտանիք, որոնցից մի քանիսն ապրում են Տաշիր քաղաքում եւ աշխատում այս արտադրամասում։ Վալերի Սևումյանը նրանցից մեկն է։ Տաշիրը շատ տուրուսագալի, հա, մի քիչ տաք լիներ, ավելի լավ կնի։ Դեռ եք սովոր որ տաք հատեղ, հա։ Այնտեղը Ստեփանակերտն էր, ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Արցախի մայրաքաղաքը։ 63-ամյա Վալերի պապը մոտ 1 տարի է աշխատում է Տաշիրկար գործարանում, զբաղվում էլեկտրականության հարցերով։ Գաղթից հետո Ստեփանավանում էր հաստատվել, կարճ ժամանակ անց Կարապետյան ընտանիքի աջակցությամբ տեղափոխվեց Տաշիր։ Ուրախացել եմ, որ մեր հարցիկը եկել աստեղ շվեյա է աշխատում։ Ասեցիք գամ փորձեմ միգուցե իրանց կարիք ունեն, այստեղ գամ ընտիր կաշխատեմ, կօգնեմ գործատեղի ինչքան որ հնարավոր է, եկա տեսա որ իսկականից էլեկտրիկի կարիք ունեն, հա, այստեղ ես էլ իրանք էլ ինձ թազաբաներ ասեցին, ես էլ իրանց թազաբաներ ասեցի, ճոկեցի որ այդ աշխատանքը իմ սրտով է, հա, իրանք էլ ճոկել են որ ես Ստեփանավանից գալիս եմ ստեղ մեքենայով որպեսզի հարմարենից տղից տուն են տվել։ Տաշիր կարընկերությունում վստահեցնում են, կենտրոնանում են որակի վրա, այստեղ ուշադիր են ամեն մի դետալի նկատմամբ, այնպես որ վերջնարդյունքում գոհ լինեն թե իրենք, թե պատվիրատուները։ Փորձում ենք ամեն ինչ անել որակով, որովհետև հասկանում ենք, որ ապագան այն արտադրություններում են, որտեղ կա որակ, որտեղ ստեղծվում է նորը, որտեղ ստեղծվում է լավը։ Ներկապահին ընկերությունն ընդլայնվելու, արտադրության ծավալները մեծացնելու մտադրություն դեռ չունի։ Բոլոր տեսակի ներդրումներն այժմ ուղղվում են աշխատողների արտադրողականությունը բարձրացնելուն։